Ցայք հեռուստաընկերության եթերում մեր ինֆոյի հերթական թողարկումն է, բարև ձեզ։ Այսօր տաղավարում հյուրընկալել են Գյումրու Բերլին պոլիկլինիկայի ներզատաբան Դիանա Գևորգյանին։ Բարև ձեզ, բժշկուհի։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Մենք ենք շնորհակալ, որ ընդունեցիք մեր հրավերը։ Բժշկուհի, այս տաղավարից թերևս շատ ենք խոսել շաքարային դիաբետից, բայց կարծես այս հիվանդությունից որքան խոսենք, այնքան ասելիք կա։ Ինչ է իրենից այն ներկայացնում։ Այո, համաձայն եմ ձեր հետ։ Շաքարային դիաբետը քրոնիկ հիվանդություն է, որի ժամանակ դիտվում է հիպերգլիկեմիա, այսինքն արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձրացում։ Ինչ է իրենից ներկայացնում, այսինքն դիտվում է ինսուլինի արտազատման կամ ազդեցության խանգարում։ Տարբերում ենք դիաբետերի մի շարք տիպեր, բայց ներկայումս մենք ավելի շատ առնչվում ենք շաքարային դիաբետ տիպ 1 եւ տիպ 2-ի հետ։ Շաքարային դիաբետ տիպ 1-ը ավելի աուտոիմուն բնույթի ախտահարում է, որի հետևանքով ենթասամոքսային գեղձի պետաբջիջների կողմից դիտվում է ինսուլինի արտադրության բացակայություն, այսինքն բացակայում է ինսուլինի արտադրությունը եւ դա առավել հանդիպում է երեխաների մոտ եւ հիմնական բուժման մեթոդը դա ինսուլինոթերապիան է։ Եվ շաքարային դիաբետ տիպ 2-ը, որը առավել հաճախ հանդիպում է մեծահասակների շրջանում, եւ դա ազդեցության խանգարման հետևանքով է լինում ինսուլինի, եւ դրանով պայմանավորված հարաբերական ինսուլինային անբավարարություն է դիտվում, եւ բուժման սխեմաները ավելի դեղորայքային են արդեն, եւ հետագա փուլերում հնարավոր է նաեւ ինսուլինոթերապիա իրականացվի չկոմպենսանալու պատճառով։ Այստեղ տեսեք, նշեցիք դեղորայքային, հա, եւ ինսուլինոթերապիա։ Այո։ Երբեմն հաճախ ենք հանդիպում այնպիսի դեպքերի, երբ շաքարային դիաբետ ունեցող բուժարուն ասում է ես չեմ ուզում հասնել այնտեղ, որ ստանամ ինսուլինոթերապիա։ Դա ճիշտ մոտեցում է։ Իհարկե ոչ, լինում են դեպքեր, որ արդեն ստամոքսային գեղձի պետաբջջի կողմից արտադրությունը լիովին բացակայում է, դա արդեն ուշ փուլերում եմ ասում, եւ այդ պայմաններում մենք ունենք ախտորոշիչ հետազոտություններ, լաբորատոր, որի միջոցով մենք որոշում ենք արդեն տակտիկան, մենք հստակ ունենք ցուցում անցում անելու ինսուլինոթերապիայի, թե ոչ։ Դա ես խոսում եմ C-պեպտիդի մասին, որի որոշումը բավականին ինֆորմատիվ է։ Եվ որոշելու պարագայում, եթե մենք տեսնում ենք արդեն ցածր արտադրություն, մենք կատարում ենք անցում ինսուլինոթերապիայի։ Հնարավոր է վաղ փուլերում մենք պերօրալ հակահիպերգլիկեմիկ դեղորայքը զուգակցենք ինսուլինի հետ եւ տանենք այդպիսի սխեմայով բուժումը, բայց եթե հետագա փուլերում դա լինում է անէֆեկտիվ, արդեն բացարձակ անցնում ենք ինսուլինոթերապիայի։ Տարածվածությունը ինչպիսին է հիվանդության։ Ինչպես մեր երկրում, այնպես էլ աշխարհում։ Այո, ըստ նախ համարվում է պանդեմիա 21-րդ դարի շաքարային դիաբետը եւ ըստ դիաբետի միջազգային ֆեդերացիայի տվյալների աշխարհում տարածվածությունը կազմում է 588 միլիոն, դա բավականին մեծ թիվ է եւ դիաբետով պացիենտների թիվը անշեղորեն է աճում տարեց տարի։ Հայաստանի Հանրապետությունում 2024 թվականի համաճարակաբանական տվյալներով պացիենտների թիվը կազմում է 122,000 եւ միայն 24 թվականին շաքարային դիաբետով պացիենտների թիվը ախտորոշված կազմել է 11,000։ Իսկ դա արդեն մեծ թվի մասին է խոսում եւ ինչքան մենք դեպքեր ունենք, որոնք ախտորոշված չեն, այսինքն դա ստատիստիկ կոնկրետ տվյալներ, ովքեր հսկվում են։ Իսկ այն պացիենտները, որոնք չեն հսկվում, որոնք ունեն դիաբետ եւ չեն էլ դիմել, այսինքն ցածր դիմելության պատճառով չի ախտորոշվել, տվյալ պացիենտները արդեն դուրս են մնում այդ թվից, սակայն ես կարծում եմ, որ ավելի մեծ է թիվը։ Տեսեք, նշեցիք, որ սա մեր դարի, հա, պանդեմիան է։ Այո։ Եթե ասում են քաղցկեղը դատաբջիջ չէ, շաքարային դիաբետը Իհարկե ոչ, շաքարային դիաբետը ինքը շատ կառավարելի հիվանդություն է եւ ներկայումս մեծ հնարավորություն ունեն պացիենտները ավելի ճշգրիտ հսկել իրենց հիվանդությունը, քանի որ հիմնական գործոններ կան, որոնք կարելի է կառավարել։ Ես խոսեմ մի քիչ գործոնների մասին, ազդող գործոնների, նպաստող շաքարային դիաբետի զարգացման, հիմնական գործոններից են ճարպակալումը, ֆիզիկական ոչ ակտիվ կենսակերպը, ժառանգական նախատրամադրվածությունը, սթրեսը եւ որոշ դեղորայքային գործոններ կան։
ճարպակալումը եւ ֆիզիկական ակտիվ ապրելակերպը դրանք հստակ կառավարելի գործոններ են, որոնք հնարավոր է կառավարել ու նվազեցնել։ Այսինքն մարդը ֆիզիկական ակտիվ կյանքով ապրելով, օրինակ մենք խորհուրդ ենք տալիս քայլքը, վազելը, լողալը, դրանք նպաստող գործոններ են, որպեսզի նաև նվազեցնեն քաշ ու դրանով պայմանավորված նաև ավելի լավ կառավարելի դարձնել շաքարային դիաբետը։ Այսինքն լինեն շարժունակ, որքան հնարավոր է։ Այո, ինչքան հնարավոր է, այսինքն շաբաթվա ընթացքում 150 րոպե ֆիզիկական ակտիվությունը հնարավոր է իրականացնել եւ դրանով պայմանավորված եւ նվազեցնել շաքարի մակարդակարան մեջ եւ նաեւ նպաստել, որպեսզի շաքարային դիաբետը չսկսվի, որովհետեւ մենք ունենք դիաբետի պրեդիաբետիկ փուլ, այսինքն նախադիաբետի փուլը, որի ժամանակ մենք շատ բարձր մակարդակ չենք տեսնում արյան մեջ գլյուկոզայի եւ այդ փուլում հնարավոր է այն կառավարել եւ 50%-ով կարող ենք նվազեցնել, որպեսզի այն դառնա հստակ շաքարային դիաբետ տիպ 2։ Ես նույնը չեմ խոսի տիպ 1 դիաբետի մասին, որովհետև ավելի մանկական տարիքում է դա հանդիպում եւ ես նշեցի, որ դա աուտոիմուն բնույթի է եւ այդ դեպքում բացարձակ ինսուլինային անբավարարություն է, այդտեղ մենք չենք կարող դա կառավարել, որովհետև գենետիկ գործոններ կան նպաստող։ Բայց տիպ 2 դիաբետի մասին ես հստակ կարող եմ ասել, որ ճիշտ սննդային վարքագիծ դրսևորելով եւ ֆիզիկական ակտիվ ապրելակերպով ապրելու պարագայում 50%-ով կնվազեցնեն հանդիպելու հավանականությունը շաքարային դիաբետի հետ։ Սննդակարգի մեջ շատ կարևորություններ կան։ Ես պետք է ասեմ, որ շաքարային դիաբետով պացիենտի սննդակարգը պետք է լինի հիպոկալորիական։ Նախկինում միֆեր կային, որ դիաբետիկը պետք է չուտի կոնկրետ որոշակի սնունդ, հստակ խիստ դիետաներ պետք է օրինակ խաղող, բանան։ Այո, ճիշտ եմ։ Ես խոսեմ սննդակարգի մասին առավել մանրամասն։ Տեսեք, հիպոկալորիական սնունդ ասելով ուզում եմ ասել, որ պետք է լինի ճարպերի, ածխաջրատների քանակը բալանսավորված սննդակարգում։ Այսինքն ոչ թե ընդհանրապես պիտի չուտի պացիենտը, այլ պետք է ուտի բալանսավորված սնունդ։ Սննդակարգի մեջ պետք է 50%-ը կազմեն երկար ածխաջրատները, որոնցից են ծավալը, վարսակը, նույն բրինձը եւ լոբազգիները, դրանք կարող են ընդգրկվել սննդակարգում եւ պետք է ներառվի անպայման, որովհետեւ ածխաջրատներն են մեր էներգիայի աղբյուրը եւ եթե մենք լրիվ բացառենք ածխաջրատները, այսինքն էներգիայի աղբյուր չի ունենա պացիենտը եւ դրա փոխարեն պետք է ճարպերը մենք քչացնենք մեր սննդակարգում, արագ սնունդը պետք է բացառվի սննդակարգից եւ պարզ ածխաջրատների կիրառումը, որից առավել հաճախ ես կնշեմ քաղցրահամ հյութերը, այդ գազավորված ըմպելիքները, նույն տնական կոմպոտները պատրաստված, դրանք սննդակարգում պետք է հնարավորինս չլինեն եւ պետք է կազմեն 10%-ը սննդակարգի։ Հենց այդ պատճառով, օրինակ ես ունեմ պացիենտներ, որ գալիս են եւ հարցնում. բժշկուհի ջան, ես հնարավոր է, որ իմ թեյի մեջ շաքարավազի փոխարեն մեղր օգտագործեմ։ Ես ասում եմ ոչ, ինչի համար, որովհետեւ քաղցրահամ հյութերը օգտագործելու պարագայում ավելի արագ է գլյուկոզան ներծծվում արյան մեջ եւ մենք ունենում ենք բարձր մակարդակ գլյուկոզայի, ինչը հետո կառավարելը շատ ավելի դժվար է լինում։ Երբեմն նաև այս օրինակ բուժարումները, հա, իրենց հենց ձեր նշած այդ կոմպոտներում բացառում են շաքարավազը։ Այսինքն մրգա ջուր կամ մրգա հյութ։ Ես հիմա դա էլ կասեմ, մենք խորհուրդ ենք տալիս էնդոկրինոլոգներս, որպեսզի քամած հյութերի փոխարեն օգտագործեն հենց միրգը։ Ինչի համար, որովհետև միրգը իր մեջ պարունակում է վիտամիններ եւ բնական օգտագործելու պարագայում, այսինքն ոչ թե հյութերի ձևով, միրգը իր մեջ բջջանյութ է պարունակում եւ դա ավելի նվազեցնում է գլյուկոզայի ներծծումը արյան մեջ եւ դրա այդ միաժամանակ մի շարք վիտամիններով հարուստ օգտագործում ես միրգը եւ ավելի ճիշտ է այդ ձևով օգտագործել, քան հյութերի տարբերակով։ Այսինքն խորհուրդ տանք ոչ թե դնել այդպես կոմպոտներ, եփել այդ միրգը ուտել առանց զլանալու։ Այո։ Տեսեք, նույն մրգերի մասով ես ասեմ, նույն խաղողը, այո, շատ է բարձրացնում ավելի գլյուկոզայի մակարդակը արյան մեջ, բայց խաղողն էլ
լիովին, որ ասենք պացիենտին բացառեն, հա։ մի կերեք, դա ստրեսացին է եւ հենց այդ պարագայում մենք ասում ենք, որ ավելի օրինակ քիչ քանակով 3-ից 5 հատիկ, որպեսզի ստրեսի չենթարկվի օրգանիզմը, դա ավելի է նպաստում, որ գլյուկոզայի մակարդակը բարձրանա արյան մեջ։ Այո, պետք է չենթարկվի ստրեսի օրգանիզմը եւ ավելի քիչ քանակով օգտագործի։ Մեղրը ավելի լավ է ուտել հացի վրա մի փոքր ոնց որ քսած, հա, քան թե հեղուկ ձևով օգտագործելով, այսինքն թեյերի մեջ։ Հուսամ ականջալուր կլինեն մեր բուժառուները, հատկապես շաքարային դիաբետով տառապող եւ ի նպաստ իրենց կօգտագործեն ձեր նշած։ Հուսով եմ, որ մեր ազգաբնակչությունը ինչքան իրազեկ լինի, այնքան ավելի լուրջ կմոտենա հիվանդությանը, քանի որ շաքարային դիաբետը ինքը ծանր հիվանդություն է իրականում, որովհետև սկզբնական փուլերում ավելի թեթև է լինում ընթացքը, հետո ուշ փուլերում արդեն առաջանում են մի շարք բարդություններ, միկրո-մակրոանոթային բարդությունների մասին է խոսքը, այո, եւ դրանով պայմանավորված ախտարվում են երիկամները, ակնահատակում փոփոխություններ, աչքերն են վնասվում, սիրտանոթային համակարգը, գլխուեղի անոթները, ստորին վերջույթների անոթները, նեյրոպաթիաների նյարդաթելերը վնասում են նեյրոպաթիաների ձևով են դրսևորվում, անհանգստացնող ցավեր են ունենում պացիենտները եւ երեկոյան ժամերին ավելի, որը նաեւ քնի խանգարում է առաջացնում, այդ իսկ պատճառով պետք է ժամանակին ախտորոշվի եւ ճիշտ բուժում կատարվի։ Ձեր նշած ժամանակին ախտորոշումը, ինչպես պետք է իրագործենք այդ վաղ հայտնաբերումը։ Այո, տեսեք, շաքարային դիաբետը, ես նշեցի, որ պրեդիաբետիկ փուլում ավելի քիչ են լինում գանգատները, այդ իսկ պատճառով այն պացիենտները, որոնք ունեն ժառանգական նախատրամադրվածություն եւ ճարպակալում, հորդորում են պացիենտներին, որպեսզի իրենք տարին մեկ անգամ հաճախեն թեկուզ տեղամասային պոլիկլինիկաներ եւ կատարվի գլյուկոմետրիա։ Այսինքն արյան մեջ, մազանոթային արյան մեջ գլյուկոզայի մակարդակի որոշում եւ նաեւ ունենք գլյուկոզ տոլերանտային թեստ հասկացություն, որը կատարվում է բոլոր լաբորատորիաներում եւ որոշելով դա արդեն ավելի վաղ կհայտնաբերվի խնդիրը։ Իսկ այն պացիենտները, ովքեր ունեն հստակ գանգատներ, որոնք են բերանում չորությունը, թուլությունը ընդհանուր, հաճախամիզություն, գիշերամիզություն, այո, շատախմությունը, դրանք արդեն խոսում են դիաբետի մասին եւ ավելի բարձր թվերի մասին գլյուկոզայի մակարդակի արյան մեջ եւ պարտադիր պետք է դիմեն տեղամասային պոլիկլինիկաներ, նորից կատարվի գլյուկոմետրիկ հետազոտություն եւ ներկայումս մենք ունենք հնարավորություն առավել լայնածավալ հետազոտություններ կատարելու, եթե հայտնաբերվի խնդիրը, առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում է դա կատարվում, որը էական դրական ազդեցություն ունի մեր աշխատանքային process-ի մեջ եւ նաեւ կունենա իր դրական ազդեցությունը նաեւ պացիենտների կյանքում, քանի որ նրանք կարող են դիմել եւ հետազոտվել լայն շրջանակներում, որովհետեւ ունենք ցանկ հետազոտությունների, որոնք կատարվում են արդեն անվճար այն պացիենտների շրջանակներում, ովքեր օգտվում են ապահովագրությունից։ Այսինքն ապահովագրության ներդրումը այս կոնտեքստում դրական ազդեցություն ունեցավ։ Միանշանակ դրական ազդեցություն ունի, քանի որ ես շփվելով պացիենտների հետ հասկանում եմ, որ մարդիկ կան, ովքեր իմանալով խնդիրը, գանգատներ ունենալով զուտ ֆինանսական հնարավորություններ չունենալու պատճառով չեն դիմում բժշկին, սակայն այդ հնարավորությունը կա եւ պացիենտները թող լինեն իրազեկ եւ առաջին իսկ գանգատների պարագայում դիմեն իրենց տեղամասային թերապևտին, ովքեր կուղղորդեն արդեն նեղմասնագետին եւ նեղմասնագետը ավելի խոր կզբաղվի խնդրով։ Այդ ձեր պրակտիկայում հատկապես որ բուժառուներն են հաճախ հանդիպում ձեռքբերովի, թե ժառանգական տեսակետից, հա, այդ շաքարային դիաբետի։ Տեսեք, ես կարող եմ ասել, որ հավասարաչափ է, քանի որ ներկայումս ճարպակալումը դարձել է գերխնդիր եւ պացիենտները չեն ուզում աշխատել այդ ուղղությամբ, որպեսզի քաշը նվազեցնեն եւ հետագայում չունենան այդ խնդիրը։ Բայց ունենք նաեւ շատ պացիենտներ, ովքեր ունեն եւ ժառանգական նախատրամադրվածություն, եւ նպաստող գործոններ ճարպակալում, եւ ստրեսացին գործոններով պայմանավորված, դե քանի որ ստրեսը կառավարելը շատ դժվար է հիմա, գոնե ճարպակալումով պացիենտները պետք է աշխատեն այդ ուղղությամբ եւ
քաշի նվազեցում ապահովեն։ Իսկ օրինակ չգիտեմ, հա, դիցուկ մեկի տատիկը կամ նախամայրը ունեցել է այս հիվանդությունը, նա արդեն պիտի մտածի, որ միգուցե ինքն էլ կունենա, այսինքն մեծ է հավանականությունը։ Այո, ավելի մեծ է հավանականությունը եւ դրա համար եմ ասում, այն պացիենտները, ովքեր ունեն ժառանգական նախատրամադրվածություն, տարին 1 անգամ պետք է անցնեն հետազոտությունը հենց գլյուկոզ տոլերանտային թեստի մակարդակով եւ նաեւ արյան մեջ գլյուկոզայի մակարդակի որոշումով։ Համենայն դեպս ձեր առօրյայում հաջորդ հաճախ հանդիպող հիվանդությունը դա վահանաձև գեղձի հետ կապված հիվանդությունն է։ Այո, շատ է այո, հանդիպում եւ մեծ տարածվածություն։ Տարածվածությունը բավականին մեծ է եւ կանանց շրջանում եւ տղամարդկանց շրջանում եւ բայց կասեմ, որ կանանց մոտ ավելի հաճախ է հանդիպում հիվանդությունը։ Տարբեր հիվանդություններ կան վահանաձև գեղձի, հիպոթիրեոզների, հիպերթիրեոզների, աուտոիմուն թիրեոիդիտների ձևով կարող են արտահայտվել։ Շատ է դիմելիությունը, ասեմ ձեզ, պայմանավորված նաև ապահովագրությունով եւ հայտնաբերվում են խնդիրները, քանի որ հետազոտությունները կատարվում են առանց խնդիր եւ եթե պացիենտը դիմում է տեղամասային թերապևտին գանգատներով, օրինակ ընդհանուր թուլություն, հոգնածություն, քնկոտություն, սրտխփոց այդ գանգատներով դիմելու պարագայում պարտադիր ուղղորդվում են տեղամասային թերապևտները ուղղորդում են էնդոկրինոլոգի, ներզատաբանին, ով արդեն շարունակում է հետազոտությունները։ Եվ տեսեք, կատարվում են հետազոտություններ, առաջնային կատարվում է վահանաձև գեղձի ուլտրաձայնային հետազոտություն, որի արդյունքում կարող է հայտնաբերվել հանգուցավոր փոփոխություններ վահանաձև գեղձում, բայց լինում են դեպքեր, որ հանգուցավոր փոփոխություններ ունենալու պարագայում մենք արդեն ֆունկցիոնալ շեղում չենք ունենում վահանաձև գեղձում։ Իսկ դա ինչ է պահանջում, այդտեղ բուժում չի պահանջվում։ Զուտ հսկողություն պետք է արվի, երբ որ հանգուցավոր փոփոխություններ են հայտնաբերվում, այսինքն 6 ամսից տարին 1 անգամ դինամիկ հսկողություն, վահանաձև գեղձի ուլտրաձայնային հետազոտության ձևով, եթե դիտվում է հանգույցների չափերի մեծացում այդ ժամկետներում, արդեն տակտիկան փոխվում է։ Լինում են դեպքեր, որ հանգույցների չափերը լինում են փոքր, բայց հանգույցը ավելի անվտանգ հանգույց է իրենից ներկայացնում։ Այդ պարագայում մենք ուղղորդում ենք պացիենտներին բարակասեղային պունկցիոն բիոպսիայի, որը ավելի վերջնական է հաստատում խնդիրը եւ այդ դեպքում, երբ որ հայտնաբերվում են ուռուցքային պրոցեսներ գեղձում, օրինակ նույն պապիլյար կարցինոմաները, որոնք բավականին տարածված են, այդ դեպքում արդեն ուղղորդվում է էնդոկրին վիրաբույժի պացիենտը եւ էնդոկրին վիրաբույժը ինքն է որոշում արդեն իր անելիքը, թե տոտալ է հեռացնում վահանաձև գեղձը, թե մասնակի թիրեոիդեկտոմիա է կատարվում, դա արդեն կորոշի բժիշկը, վիրաբույժը։ Եվ մենք ունենում ենք խնդիրներ աուտոիմուն թիրեոիդիտների ձևով, երբ որ ունենում ենք հակամարմինների բարձր քանակ արյան մեջ, սակայն մենք չենք ունենում նույն հիպոթիրեոզը, այսինքն տիրեոտրոպ հորմոնի արտադրության խնդիր չենք ունենում, ֆունկցիոնալ շեղում չի լինում։ Այդ պարագայում բուժում անհրաժեշտ չէ։ Այդ հորմոնալ թերապիան, որ անում ենք հիպոթիրեոզների պարագայում, դա աուտոիմուն թիրեոիդիտների ժամանակ չի պահանջվում, եթե դեռ չունենք ֆունկցիայի շեղում։ Երբ որ արդեն հսկողության տակ է գտնվում պացիենտը եւ հայտնաբերվում է շեղումը, այդ ժամանակ լիիրավ կարող ենք անել մենք հորմոնալ թերապիան։ Նույն էլտիրոքսինի նշանակումը, որը շատ հաճախ է նշանակվում ոչ ճիշտ պարագաներում։ Քանի որ այստեղ հա նաև վիրահատության հարց է առաջանում, համագործակցությունը մյուս բուժհաստատությունների հետ ինչպիսին է։ Տեսեք, մենք համագործակցում ենք հիմնականում Գյումրի բժշկական կենտրոնի հետ։ Մենք Գյումրի բժշկական կենտրոնում էնդոկրին վիրաբուժություն առանձին չունենք եւ լինում են դեպքեր, որ նաև պացիենտները ուղղորդվում են Երևան, որտեղ Երևանում կան կոնկրետ մասնագիտացված բաժանմունքներ, որտեղ կատարվում է այդ վիրահատությունները։ Նույն պունկցիոն բիոպսիան չի արվում Գյումրիում, որը դժվարություն է առաջացնում, դա Երևանում է կատարվում, այնտեղ ախտորոշվում է եւ այնտեղ էլ հիմնականում կատարվում են վիրահատությունները։ Ապահովագրությունը այստեղ ինչ ազդեցություն ունեցավ։ Ունի իր ազդեցությունը, որովհետև եթե տարիքային շեմա անցնում է եւ նաեւ ապահովագրված է տվյալ անձը, լիարժեք գործում է։ Ընդհանուր առմամբ կարող ենք չէ ասել, որ ապահովագրությունը մի տեսակ բուժառուների մուտքը բացեց դեպի բուժհաստատություններ, սկսեցին վստահաբար արդեն դիմել բժշկի։
Այո, դիմում են։ Դիմելիությունը բավականին մեծացել է։ Իհարկե, մեր աշխատանքը ավելի դժվարացել է, պայմանավորված մեծ դիմելիությամբ, բայց բժիշկ լինելով հանդերձ կարող եմ ասել, որ ողջունելի է, քանզի հիվանդները գալիս են, հետազոտվում են եւ ժամանակ առ ժամանակ պետք է կատարվի այդ հետազոտությունները սկրինինգային ձևով նաեւ, որպեսզի բուժառուն նաեւ տեղեկացված լինի իր օրգանիզմի մասին եւ դա ավելի հեշտացնում է մեր աշխատանքը։ Երբ որ դու ավելի վաղ փուլում ես հայտնաբերում տվյալ հիվանդությունը, քո համար ավելի կառավարելի եւ հեշտ է դառնում այն բուժել, քան թե ավելի դժվարացած փուլերում է հայտնաբերվում։ Այդ իսկ պատճառով շատ դրական ազդեցություն ունի։ Եվ մեր հաղորդման ավարտին կուզենայի որպես ներզատաբան ձեր հորդորը եւ կոչը հղեիք մեր հեռուստադիտողներին։ Ես կհորդորեմ, որպեսզի պացիենտները ավելի հետևողական լինեն իրենց օրգանիզմին, դիմեն իրենց տեղամասային թերապևտներին գանգատներ ունենալու պարագայում, որի հետևանքով իրենց հիվանդությունը ավելի վաղ կախտորոշվի եւ իրենք ավելի ապահովագրված կլինեն, որ հետագայում չեն ունենա այնպիսի բարդություններ, որոնք հնարավոր չի լինի կանխել։ Շնորհակալ ենք հետաքրքիր զրույցի համար։ Շնորհակալ եմ շատ։ Հարգելի հեռուստադիտողներ, իսկ ես ձեզ հիշեցնեմ, որ այսօր MedInfo-ի տաղավարում իմ հյուրն էր Բեռլին պոլիկլինիկայի ներզատաբան Դիանա Գևորգյանը։ Հետևեք ձեր առողջությանը։ MedInfo-ն էր եթերում։